Ասեք ինչ է։ Ես հրապարակ TV-ից եմ, բլոգ եմ պատրաստում, իմ անունն է Շաքե Աղոյան։ Խնդրում եմ ձեր կարծիքը հայտնել այս քարոզարշավի ընթացքի մասին։ Ճիշտ ասած, այդ որ նայում եմ մի քիչ սազական չի մեր էլի, այս ծերերը ոնց որ իրանք են անում, բայց կոպիտ ասած ոնց որ կա որը որ դուրս գալիս է, կա որը որ չի էլի, ճիշտ ասած։ Եթե չեք ուզում ասել կոնկրետ ով եւ որ քաղաքական ուժն է ձեզ դուր, գոնե ասեք ինչ ոճը ձեզ դուր չի գալիս։ Ոճը դուր չի գալիս, որ սենց էլի մի քիչ ավելի ինձ թվում է քաղաքակիրթ կարելի էլի տանել այս քարոզարշավը էլի։ Սենց իրար չվիրավորել, բան չանել։ Չէ, ուժերի նկատի ունեմ, որ ուժը որ ես նախընտրում եմ, գիտեմ ես որն եմ նախընտրում, նկատի ունեմ, ոչ թե ինչ որ ասել կամ չասել եմ, բայց կուզենայի ավելի ճիշտ գնալ էլի այս ամեն ինչը։ Հասկացա, դուք նախընտրում եք քաղաքացիական պայմանագրին, բայց ձեզ դուր չի գալիս։ Ես բան չասեցի, ես չասեցի, որ հնացեմ, ես դες բան չեմ ասել։ Նրանք են որ գոռում են, ինչ թվում է, չէ՞։ Դա եմ ասում, ճիշտ չի էլի, տենց կարելի է ավելի ճիշտ է։ Ձեր նախընտրած ուժը չի գոռում։ Չէ։ Չի գոռում։ Գնալու եք ընտրության։ Անպայման։ Եվ հույս ունեմ, որ ձեր շրջապատում մարդիկ եւս կողմնորոշված են դեպի ընտրության գնալու։ Գնալու, հա, բայց կարծիքները շատ են կիսվում, որ տարբեր են։ Պարակված է հանրություն։ Շատ։ Ես կուզենայի մի օրինակ վերեք, ինչն է ձեզ զարմացնում ձեր նկատմամբ հակառակ կարծիք այլախոհություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Ինձ այնա զարմացնում, որ ոնց կարելի է խոսքի օրինակ, խոսքի հələ կրթված ինստիտուտն ավարտած մարդիկ պրիմիտիվ հասարակ բաները չհասկանան ինչ է կատարվում։ Դա օրինակ է էլի մի քիչ։ Խոսքի հա այն բոլորը պարտադիր չի, օրինակ ես էլ ինքս ոչ քաղաքականություն զբաղվում եմ, ոչ ինչ-որ հետաքրքրվում եմ, բայց բաներ կա, որ արդեն պարզ է էլի, երևում է մարդը ինչ է անում, ինչ չի անում, ճիշտ անում, սխալ անում, իսկ եթե սխալը ընդունեն որպես ճիշտ, ես գտնում եմ դա արդեն մենակ պարակվում է, չէ՞ էլի, երևի շատ են աշխատել այդ ուղղությամբ, որ սխալը ճիշտ երևա էլի։ Շատ լավ, այսինքն ձեզ ցավ պատճառում է այս քաղաքական գործընթացները։ Նշանակ էլի, իհարկե, ես ճիշտ ասում եմ, ես տես խորացած չեմ, բայց իհարկե ցավալի է, բայց մեր կուզենայի մեր հայ ազգը ավելի լավ ապրել, ավելի ճիշտ ապրել էլի։ Ու այսքան իրար հանդեպ, որտեղ լիքը մոտիկ մարդիկ բոլորը իրար հանդեպ արդեն ճիշտ չեն էլի։ Ու միակ սխալն է նա, որ պետքա իմ կարծիքով կապ չունի հարազատեք ինչ է, եթե դու ինչ-որ մեկին ես համակրում, մյուսին դրա պատճառով պետք չի ոչ այդ աստիճանի sense բերեին հասցնեին, որ մարդիկ իրար տանել չկարողանան։ Այո, բևեռված վիճակում է, պարակված վիճակում է հանրությունը եւ դա ամենևին հաճելի չէ։ Դա կարող է դուր գալ միայն ճշնամուն, պարակված հանրություն։ Նշանակ այս է ասում, հա, ճիշտ եք ասում։ Ու իմ կարծիքով հենց ճշնամու սրտով կասեին։ Ճշնամու սրտով ու երևում է էլի, ու երևի հետո դասից են շատ էլի մեզ խանգարում, շատ։ Շնորհակալ եմ հետաքրքիր էր ձեզ լսել եւ ասեմ, որ ոչ բոլորն են համարձակություն ունենում իրենց տեսակետը հայտնել եւ քաջություն եւ քաղաքացիական այսպես կամք ունենում, որպեսզի հայտնեն իրենց կարծիքը եւ վերլուծեն։ Կարող եմ մի քիչ ինչ-որ ընձևի չեմ կարող բացատրեմ, խոսեմ ես ինչ կարողանում եք։ Ես շատ լավ կառուցեցիք այդ քաղաքական կուզենայի, հա, քանի որ տեսա դուք աշտարակը, որը երբակայ դուք հա ճիշտ ձերի սա հարցերը տալիս եք, ընդհանրապես չեմ պատասխանում, բայց դե այս անգամ ճիշտ ասեցի են ինչ որ իրոք արդեն բոլորին երևի ցավ է պատճառում էլի այս ձերի վարվելակերպը։ Ես շնորհակալ եմ, որ իմ հարցերին դուք պատասխանեցիք։ Աջողություն ձեզ։ Չէ՞։ Ինչու։ Կարտոֆիլ եք տեղափոխում։ Կարտոֆիլ տեղափոխելու ընթացքում արդյոք դուք չեք մտածում ինչպիսին կլինի կյանքը հունիսի 8-ից սկսած։ Տեսնենք։ Լավ։ Իհարկե կտեսնենք։ Լավ մնացեք։ Ես շրջում եմ Երևանի փողոցներում։ Մոտենում եմ յուրաքանչյուրին, ով ինձ թվում է, որ տեղացի է, չափահաս է, ընտրող է, որովհետև այսօր մեծ հարցախույզը հատկապես ընտրողների հետ է։ Բարև ձեզ, մի հարց տամ։ Հեռախոսի մեջ եք հաստատ տեսնում եք ընտրարշավի ընթացքը։
Ինչ տպավորություն եք։ Չեմ ընդհանրապես գաղափար չունեմ, Ես այդ նոր ասում եի ընտրում եմ մարդկանց, ովքեր այստեղի բնակիչ են։ Փաստորեն դուք ոչ, այստեղի բնակիչ։ Ընտրող չեք։ Հայաստանի քաղաքացի, այո, հունիսի 7-ին այստեղ եք լինելու։ հենց դա էլի չգիտեմ, կոնկրետ չգիտեմ, կլինեմ թե չէ, բայց ընդհանրապես չգիտեմ, մարդկանց որ հարցում եմ, տարբեր կարտիկներ, տարբեր մարդկանց Այսինքն դուք չեք հետևել եւ դիմում եք մարդկանց, ովքեր հեղինակություն շփվելու ընթացքում, այդպես, հենց որ չեն կարողանում կողմնորոշվել։ Ընդհանրապես չեմ կարող Ո՞նց կողմնորոշվել։ սկսեք հետևել, ահա հեռախոս ունեք։ Հետևեք, եթե ընտրելու եք, հետևեք։ Դեռ ժամանակ կա։ Շատ չի ժամանակ, ասեմ դες որ արդեն մոտենում ենք Հարոզարշավի կեսին եւ ես մարդկանց հարցնում եմ։ Ձեզ էլ եմ հարցնում, բարև ձեզ։ Ես լրագրող եմ բլոգ Հրապարակ TV։ Հրապարակ TV։ Չեք սիրում Հրապարակ TV բլոգները։ Ընդհանրապես հայաստանյան լրագրողներին ատում են, անմակարդակ, անդրագետ, Գիտեք ես այդպեսին չեմ։ գիտես ինչ, ես էլ կարող եմ Դուք ինձ հետ դուքով պետք է խոսեք։ լինեմ, Դուք պետք է ինձ հետ դուքով խոսեք։ գնա, Մարդը որ կարծում է որ Հայաստանի բոլոր լրագրողները անմակարդակ են, ինձ հետ խոսում է անմիջապես դույով։ Իսկ դու ով ես։ շարունակի ճանապարհը, Ահա այսպիսի մակարդակով մարդիկ եւս մեզ կհանդիպեն, բայց ելնելով նրանց վարքագծից մենք հասկանում ենք, թե ինչպիսի մակարդակի մասին է խոսքը։ Համենայն դեպս ես բոլորին մոտենում եմ, դիմում եմ անպայման դուքով։ Շարունակում ենք գտնել մարդկանց, ովքեր նաև ցանկություն ունեն պատասխանելու հարցերին։ Իսկ նկատում ենք, որ ոչ միայն քարոզարշավն է ընթանում այսպես գազազած ոճի մեջ, այլ նաև գազազած քարոզարշավ վարողների ընտրազանգվածներն են դառնում գազազած։ Մինչդեռ ճիշտ որոշումներ կայացնելու համար ելի մարդկանց պետք է ավելի սթափ եւ ավելի այսպես պայուն հոգեվիճակ։ Բարև ձեզ։ Ես ուր գնում եմ այս ծաղիկները ցույց եմ տալիս։ Սա այսպես ստրեսից հանելու որպես մարդկանց ուզում եմ ծաղիկներով հանել քաղաքական ստրեսից, հասկանում եք։ Հետևում եք քարոզար, լավ է այդպես։ Հետևում եք քարոզարշավին։ Այսինքն դուք կանգնում եք այս ծաղիկների մոտ եւ չեք հետևում քարոզարշավին։ Ինչ որ շատ երջանիկ է ստացվել ձեր կյանքը։ Ես պետք է գնալ ընտրությունների, գիտեք։ Ոչ, ընտրությունների չի ուզում գնալ։ Գնալու են ընտրության թե չէ, մասնակցության ցուցանիշ եմ ուզում ճշտել։ Գնալու եք։ Ուրեմն հետևում եք քարոզարշավին։ Բա ինչպես եք կողմնորոշվելու։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել քարոզարշավին։ Ոչինչ տեղյակ չեք քարոզարշավից։ Չեմ ուզում, ուղղակի տեղյակ ինչ որ տեսնեմ ինչ ա կատարվում, չեմ ուզում։ Ես ձեզ նախանձում եմ։ Կարող եք ձեզ թույլ տալ լինել կողմնորոշված եւ չհետաքրքրվել քարոզարշավով։ Շնորհակալություն։ Ես մենց վստահ եմ, հերից գալիս եմ ու մտածում եմ երեքով նստած բարև ձեզ, խոսում են քաղաքականության մասին։ Չէ՞։ Ես ձեզ նախանձում եմ, այն կնոջը նախանձում եմ, որ չի հետևում քարոզարշավին եւ ձեզ, որ երեք ընկերով չեք խոսում քաղաքական։ Մենք երեք ընկերով միայն քաղաքականություն ենք խոսում։ Այս հարցախույզով ես փորձում եմ ճշտել մասնակցության ցուցանիշը հունիսի 7-ին։ Այն տղամարդը չգիտեր մասնակցելու եք, կողմնորոշված եք։ Հետևում եք քարոզարշավին։ Հավանում եք քարոզարշավը։ Լավ է ընթանում։ Հա։ Հա։ Քարոզարշավը հավանել չհավանելու հարց։ Չգիտեք ոնց հավանել։ Օրինակ մարդկար ինձ ասեց ամեն ինչ լավ է, բայց թող չասեն կզասնել, սատկացնել, տենց բառեր թող չասեն, համբալ թող չասեն։ Հիմա դուք ասում եք հավանելու բան չկա։ Իհարկե դա ճաշակի հարց է։ Ինչպես է ընթանում քարոզարշավը։ Դա հարց է։ Ճաշակի հարց է, այո, դա հարց է։ Քարոզարշավը ինչպիսին է։ Լավն է։ Նորմալ իր ընթացքով իր հումոր գնում այլի։
Շատ լավ։ Դուք եք այդ կարծիքին։ Հա, նորմալ է։ Հասկացա։ Ո՞ց պետք է չգնաք ընտրություններին։ 19 ուժ առաջարկում է իր ոնց։ 19-ից մեկը չկա որ ընտրեք։ Դուք եք նույն հոգեվիճակում։ 19-ից մեկին չեք ընտրելու։ Չեմ ասում ասեք։ Ուզում եմ գնալու եք ընտրության թե չեք գնալու։ Այս մարդը չի գնալու ընտրության։ Դուք անպայման գնալու եք։ Շատ լավ, հաջողություն ձեզ։ Բարի ճանապարհ դեպի ընտրություններին ամսի քանիսին էր։ Ես պետք է ենթադրեի, որ նա 16-ին է ընտրում։ Ես տեսնում, հա։ Դե ինչու։ Ում չեք ընտրի։ 16-ին չեք ընտրի։ 19-ին 20-ին Վստահ եմ, որ սա ավելի լավ է հնչում, քան շատերի կարծիքները։ Հաճելի կլիներ այս գեղեցիկ համերգին հետևել եւ նույնպես չհետևել քարոզարշավին, բայց ժամանակները այդպիսին են, ես պետք է հարցնեմ մարդկանց հետևում են արդյոք քարոզարշավին թե ոչ։ Դարդեր են, ժամացույցներ են բոլոր ժամանակների, այսպես հնավաճառի մի փոքրիկ այսպես Ոայ, այստեղ մի ջարդված արձան կա։ Ինչ ա եղել այս գլուխը։ Այս արձանի գլուխը ինչ ա եղել։ Շուն։ Ֆելոք չի բայել վիզը կտրել եք։ Սատկացրել եք ուղղակի։ Բայց ինչ ա եղել, չհասկացա, շուն է սա։ Ես լրագրող եմ, հետաքրքիր մարդկանց եմ նկարում։ Եվ հետաքրքիր իրեր։ Ներողություն, ձեր մեջ չէ։ Այս ժամացույցները, գիտեք ինչ պատմություն են կրում։ Ինչ որ մեկի ձեռքի մի երիտասարդ հաճելի աղջիկ կապել է այս ժամացույցը։ Հիմնականում աղջիկների ժամացույցներ են այստեղ։ Ուրա։ Նոր ժամեր են, կապած ժամացույց։ Սրանք նոր են։ Այո, պրոստը ժամանակի ընթացքում, ասենք, տանը վերել են այս վիճակին։ Ավելի լավ է կապած լիներ։ Իսկ ես կենթանին իմ տեսած վաճառքի հանված ամենահետաքրքիր առարկան է, ինչպես չնկարեմ։ Իսկ ինչ արժի դա։ 1000 դրամ շուտ է իմ կոմիկ դերում։ 1000 դրամ տամ եւ գնեմ գլուխ չունեցող արձան։ Աշիքի։ Գլուխն ուրա ինչ կենթանի է դա։ Եղնիկա չի երևում։ Հա, եղնիկա, լավ, չէ։ Գիտեք, ես չեմ սիրում ոչ անգլուխ։ Կարող եք այդ պատկերացումը ունենալ։ Նայեմ, հա գուցե եղնիկ, այո, պատկերացումը ունեցա, սա եղել է եղնիկ։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ով է դա առնելու։ Բայց համենայն դեպս անգլուխ ոչինչ չեմ սիրում եւ չեմ սիրում նաեւ անգլուխ մարդկանց, որ տեսակետ չունեն, կարծիք չունեն, հարց է տալիս վիրավորում են, նեղանում են։ Չեմ վիրավորում, просто եթե անգլուխ դիմաց չունենար, անգլուխ դիավորը պատմվածքը չէր գրվի։ Անգլուխ դիավորը չէր գրվի։ Այո։ Mind reader երևի նկատի ուներ, որ դա իմաստ ունի։ Լավ, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ես ուզում եմ այս մարդուն օգնած լինել եւ լինել այն միակ մարդը, ով կգնի այդ անգլուխ եղնիկը, բայց մենք հիմա զբաղված ենք։ Շարունակում ենք մեր ճանապարհը եւ զրուցում ենք մարդկանց հետ։ Իրոք բացառիկ մարդիկ կան աշխարհում։